Մեծարգո պարոն վարչապետ, կառավարության և օրենսդիր մարմնի հարգելի ներկայացուցիչներ, տիկնայք և պարոնայք։ Այսօր հավաքվել ենք Մալխաս և Ռոման Ամոյանների մարզադպրոցի հիմնարկեքի արարողությանը։ Այս առիթով շնորհավորում եմ բոլորիս։ Ողամասի մակերեսը շուրջ 4000 քառակուսի մետր է, շենքը 2 հարկ է և 1 կիսանկողային հարկ, առաջին հարկում ունենք ըմբշամարտի պրոֆեսիոնալ ստանդարտներին համապատասխան 3 գորգով մարզադահլիճ, իր հանդիսատեսի նստեցման հնարավորությամբ շուրջ 150 նստատեղով, ունենք նաև հողալազան, շոգեբաղնիկ, այն միջազգային չափանիշներին համապատասխան, ինչը ոչ պահանջվում է, երկրորդ հարկում ունենք ուժային մարզաձևերի ունես դահլիճ իր բոլոր և կառուցվածքներով և նկուղային հարկում ունենք խաղային զոնա, սեղանի տենիսի նման ակտիվ մարզումների համար։ Շատ լավ, նախագծեք ձեր սաստավա, ձեր ուզածային շատ լավ անում շատ լավ երբ կավարտենք ես մյուս տարի ինչով աշուն հույս եմ ձեր դրա որ ժամանակ են դուք եք աշխատեք շնորհակալ եմ քեզ ես եմ շնորհակալ համար որովհետև մեր մարզը իրոք ասես բանի կարիք ուներ մեր երեխաները դժվար է գալի քաղաք մարզերի ուսում եմ այստեղ այս դահլիճ կառուցվելուց հետո լավ կմարզվեն մենք էլ անպայման հետևողական կլինենք գնանք արդեն միշտ մենք դու հետ կապ ունենք բայց հիմա առավել ևս կապ ունենք մանկապարտեզն է կողքը չէ դպրոցն էլ կողքն ալնելու ու այս հատվածը շատ ճիշտ է ստացվում որովհետև համ բացօթյա խաղադաշտ կա մանկապարտեզ հանդիսությունների սրահ մարզադպրոց դպրոցն էլ կլինի ֆուտբոլի եւ բասկետբոլի դաշտով նաեւ դա պատճառը որ ստեղ մենք բասկետբոլի եւ ֆուտբոլի դաշտ խաղահարապարակ չենք ներառել որովհետեւ կառուցելու ենք դպրոցը այդ ամեն ինչը լինելու է ստացվելու է 2 հատ դաշտ որովհետեւ ֆուտբոլի մի հատ դպրոցինը մի հատ էլ այն ինչ որ եղել է չէ դպրոցի համար էլ ենք չէ նախատեսել բացօթյա այսինքն շատ լավ տենց բան է կոմպլեքս է ստացվում որը շատ լավ է եւ Ալագյաս բնակավայրը խոշորացված համայնքի կենտրոնը արդեն բավարար չափով տենց կշիռ ստանում բոլոր առումներով, որ իր շուրջ համայնքի կյանքը զարգանա, դե նաև իհարկե այս ամեն ինչը մեր պետության Հայաստանի Հանրապետության հարգանքի տուրքն է ձեր մարզական վաստակի եւ ծառայություններին, դե իհարկե սա ձեզ է վերաբերվում, Ռոման Ամոյանին է վերաբերվում, ով արդեն ակտիվ մարզական կարիերան ավարտել է, բայց Մալխաս Ամոյանի պարագայում մենք նախ շնորհակալ ենք արդեն եղածի համար, բայց իհարկե սրանով նաև մեր նոր ակնկալիքների արձանագրումն է եւ նոր սպասումների ընդամենը օրեր առաջ Մալխաս Ամոյանը դարձավ հնգակի Եվրոպայի չեմպիոն եւ մենք ցանկանում ենք իհարկե որ հետագայում նաև աշխարհի չեմպիոնության եւ օլիմպիական չեմպիոնը լինելը, որտեղ մենք խոստացել ենք իմիջիայլոց բոլոր օլիմպիական չեմպիոնների անունով մենք մարզադպրոց կառուցելու ենք, եթե իմիջիայլոց սա ավանսով Մալխաս Ամոյանի համար, բայց եթե երբ օլիմպիական չեմպիոն դառնա, մի հատ էլ Արմավիրի մարզում կկառուցենք, էլի մեր սիրելի եզդիաբնակ բնակավայրերից մեկում ընդեղ կկառուցենք, էլի նույն անունով, այնց որ հանկարծ չմտածեք թե այս ամբողջն է, սպասում ենք նոր օլիմպիական հաջողությունների։ Շնորհակալ ձեր կատարած աշխատանքի համար, Այսօր 2026 թվականի ապրիլի 25-ին դրվում է ըմբիշներ Մալխաս և Ռոման Ամոյանների անվան մարզադպրոցի հիմնարկեքը։ Այս մարզահամալիրը կոչված է դառնալու երեխաների և պատանիների ֆիզիկական դաստիարակության, առողջ ապրելակերպի և մարզական հաջողությունների կարևոր կենտրոն։ Այստեղ կձևավորվեն ուժեղ, կարգապահ և նպատակասլաց սերունդներ, որոնք իրենց ձեռքբերումներով կփառավորեն մեր հայրենիքը։
Վստահ եմ, որ Ամոյանների ընտանիքի եւ Մալխաս Ամոյանի գլխավոր նպատակը օլիմպիական ոսկին գրոհելն է։ Դե բայց պայման կա, որ ժամանակ առ ժամանակ պետք է գաք ստեղ երեխեքի մարզը։ Անպայման, Երեխեքը իմանան, որ Ալագյաց խոշորացված համայնքի երեխեքն են, ուրիշ տեղի երեխեքն են, որ իմանան, որ ուզենան ձեզ հետ հանդիպեն, պետք է կան ստեղ։ մենք անպայման հաճախ ենք դիմում։ Քաղաքացիորնի շնորհավորում եմ, բոլորիդ շնորհավորում եմ։ Բոլորի շնորհավորում եմ։ Շնորհավորում եմ։